Երաժշտությունը մարդկության համընդհանուր լեզուն է։ Այս խոսքերը պատկանում են ամերիկացի բանաստեղծ Հենրի Լոնգֆելլոյին։ Հենց այս միտքն էր լավագույնս բնութագրում 2026 թվականի Ունիվերսիադա երգի մրցույթի մթնոլորտը, որը միավորել էր Հայաստանի տարբեր բուհերի տաղանդավոր ուսանողներին։ Երգի մրցույթը դարձավ տարվա սպասված եւ հուզիչ իրադարձություններից մեկը, միավորելով բուհերի լավագույն ձայները։ Յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր հանդիսատեսի հոտնկայս ծափերով եւ ոգեշնչող բացականչություններով։ Ներկաները ոչ միայն ընկնդրում էին, այլև ապրում յուրաքանչյուր մեղեդու հետ։ Հատկապես հուզիչ եւ տպավորիչ էին Բրյուսովի անվան, Ֆրանսիական համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ներկայացուցիչների ելույթները։ Նրանց հայրենասիրական կատարումները մեծ հետք թողեցին հանդիսատեսի սրտերում, իսկ եվրոպական, ամերիկյան, Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանների սաները աչքի ընկան իրենց զգացմունքային եւ ռոմանտիկ կատարումներով։ Իսկական անակնկալ էր պատրաստել մանկավարժական համալսարանը, ստեղծելով ժամանակակից եւ ժողովրդական երաժշտությունների յուրահատուկ համաձուլում։ Մինչև մրցակցային տեղերի հայտարարումը մասնակիցները արժանացան ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանք անվանակարգերին։ Այսպիսով, երրորդ հորիզոնականը կիսեցին ռուս-հայկական եւ ֆրանսիական համալսարանները, երկրորդ հորիզոնականում Երևանի պետական համալսարանն էր, եւ վերջապես պատվավոր առաջին հորիզոնականում հայտնվեց Եվրոպական համալսարանը։ 2026-ի Ունիվերսիադան եւս մեկ անգամ փաստեց, որ արվեստի եւ հայրենասիրության սիմբիոզը հայ ուսանողության միասնության ամենազորեղ բանաձևն է։ Այժմ ունկնդրենք հաղթող կատարումը, իսկ երգի մրցույթի ամբողջական տարբերակը կարող եք դիտել RAW TV-ում։ See you later.